Բարև ձեզ սիրելիներ, մենք շարունակում ենք մեր հոգևոր ճանապարհորդությունը թվոց գրքով։ Այսօր կուսումնասիրենք 27-րդ գլուխը, որը մեզ սովորեցնում է Աստծո արդարության եւ առաջնորդության մասին։ Այս գլխի առաջին մասում տեսնում ենք Սալպադի դուստրերին։ Նրանց հայրը մահացել էր անապատում, առանց արու զավակի։ Եվ ըստ այն ժամանակվա օրենքի նրանց տոհմը կարող էր զրկվել ժառանգությունից։ Բայց այս կանայք հավատքով մոտեցան Մովսեսին եւ խնդրեցին իրենց հոր բաժինը։ Աստված հաստատեց նրանց իրավունքը, ցույց տալով, որ նրա համար յուրաքանչյուր հոգի եւ ես ու դու արժեքավոր ենք։ Գլխի երկրորդ մասում Աստված Մովսեսին հայտնում է, որ նրա երկրային ընթացքը ավարտվում է եւ պատվիրում է հաջորդը նշանակել Հեսուին։ Որտեղ է Քրիստոսը այս գլխում։ Այստեղ մենք տեսնում ենք Քրիստոսի երկու հզոր պատկերը։ Քրիստոսը մեր ժառանգության պաշտպանը, Սալպադի դուստրերը ներկայացնում են մեզ հավատացյալներից, ովքեր գուցե աշխարհիկ օրենքներով իրավունք չունեին երկրային ժառանգությանը, բայց Հիսուս Քրիստոսը եկավ, որպեսզի իր արդարությամբ մեզ տա այն ժառանգությունը, որը մենք չէինք կարող վաստակել։ Նա մեր բարեխոսն է, հոր առջև, ով հաստատում է մեր տեղը երկնքում, փառք Տերոջ։ Հեսուն որպես Քրիստոսի պատկերը, իսկ Մովսեսը որպես օրենքը ներկայացնողը։ Օրենքը չէր կարող ժողովրդին ներս տանել ավետեաց երկիրը։ Դրա համար պետք էր Հեսուն։ Հեսուի անունը եբրայերենում նույնն է, ինչը Հեշուա կամ Հիսուս, որը նշանակում է Աստված է փրկությունը։ Ինչպես Հեսուն ընտրեց լինելու ժողովրդի հովիվը, որպեսզի նրանք անհովիվ ոչխարների պես չլինեն, թվոց 27:17, այնպես էլ Հիսուսը մեր բարի հովիվն է, ով մեզ առաջնորդում է դեպի հավիտենական հանգիստը։ Փառք Տերոջը։ Սիրելիներ, այս պատմությունը մեզ քաջալերում է երկու հարցում։ Նախ, համարձակության